Առաջին եթերում լուրերի թողարկումն է, ես Վոլոդիա Մուշեղյանն եմ, բարև ձեզ։ Երևանի քաղաքապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաների կաշառքի գործը դատարանում է, մեղադրվում են գործող 3 և նախկին 2 պաշտոնյա, 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, գործով ներգրավված 12 մեղադրյալից 5-ի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է գործուն զղջման հիմքով։ 2,5 միլիոն դրամի կաշառք Երևանի քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաների գործը դատարանում է, մեղադրյալի աթոռին են ներկայիս 3 պաշտոնյաներ։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլիզադյանն ու քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը, նախկին պաշտոնյաներ Արամ Այվազյանն ու Ռոբերտ Դարփինյանը։ Քննիչ Վարդան Միքայելյանը գործով պարզված հանգամանքներն է ներկայացնում։ Քննությամբ հաստատվել է, որ կառուցապատող ընկերությունների կողմից կառուցված բազմաբնակարան շենքի էլեկտրականությունն ապահովելու համար 3 անգամ դիմել է շինարարության թույլտվություն սկսելու համար, սակայն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության պետի կողմից ներկայացված հայտերը ապօրինի մերժվել են։ Նշված վարչության պետ Արսեն Կարոյանն է, որի մերժումից հետո կառուցապատողն ըստ մեղադրանքի գնացել է կաշառք տալու ճանապարհով։ Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների միջոցով համապատասխան ծառայության պետին կաշառք տալու եղանակով կազմակերպել է իր օգտին օրենքով հասանելիք բարենպաստ վարչական ակտի ընդունմանը։ Քաղաքապետարանի պաշտոնյանն էլ իր հերթին միջնորդել է հիշյալ հայտերը նախկինում մերժած վարչության պետին, որպեսզի ապահովի իր մատնանշած իրավաբանական անձի օգտին գործողության կատարումը։ Որպեսզի հակաօրինական գործողությունների արդյունքում 4-րդ անգամ նույն ընկերության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ տրվել է գրավոր համաձայնություն։ Ըստ մեղադրանքի կառուցապատողը քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների միջոցով 600,000 դրամ կաշառք տվել է հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլիզադյանին։ Բացի այդ, նույն կառուցապատող ընկերության ներկայացուցիչն ընկերության կառուցած բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները չարձանագրելու և ավարտական ակտն անխոչնդոտ ստանալու համար քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների միջոցով ընդհանուր 1,750,000 դրամ կաշառք է տվել քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանին։ Երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում, լուրերի հետ զրույցում ասացին նրանց պաշտպանները։ Ղիմոյանի պաշտպան Հրանտ Անանյանը հավելեց, որ մեղադրանքի հիմքում դրվել են գաղտնալսումներ, որոնց մի մասը ոչ իրավաչափ է ճանաչվել, իսկ մյուս մասն էլ բավարար տեղեկատվություն չի պարունակում նման մեղադրանք ներկայացնելու համար։ Նույն վարույթով կաշառքի մեկ այլ դեպք էլ է պարզվել։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք իրենց կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումը չարձանագրելու դիմաց ապօրինի շինարարություն կատարող անձինց որպես կաշառք պահանջել և ստացել են գումար, որպեսզի պայմաններում դրսևորել են ապօրինի անգործություն։ Այս դրվագով էլ Արաբկիր վարչական շրջանի պաշտոնյաները 200,000 դրամ կաշառք են ստացել։ Ընդհանուր առմամբ այս գործով կալանքի տակ են 4 անձ՝ նախկին պաշտոնյաներ Արամ Այվազյանն ու Ռոբերտ Դարփինյանը, գործող պաշտոնյաներ Արամ Գյուլիզադյանն ու Արսեն Կարոյանը։ Կարոյանը ևս մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանն ասաց, որ իր պաշտպանյալի մեղադրանքը փոփոխվել է։ Նրան մեղսագրվում էր ծանրացուցիչ հանգամանքներում, այսինքն ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Մոտ օրերս վարույթն իրականացնողը ներկայացրել է հանրային նորքերական հետապնդում, արդեն առանց ծանրացուցիչ հանգամանքների, այսինքն նրա մեղադրանքն էապես թեթևացրել է եւ նա մեղադրվում է այս պահին միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Բայց շարունակում է մնալ կալանքի տակ, որը ըստ իս այս փուլում իրավաչափ չէ։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, մեղադրանքի ձևակերպումները անորոշ են եւ դրա վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել պաշտպանյալս եւ բնականաբար նաեւ հնարավորություն չուներ ցուցմունք տալ։ Գործով ներգրաված 12 մեղադրյալից 5-ի, այդ թվում կառուցապատողի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով, հաշվի առնելով, որ վերջինս տվել է խոստովանական ցուցմունք ընդունել ներկայացված մեղադրանքը։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու կասկածանքներով 2 անձ է ձերբակալվել, նրանցից մեկը Պեկ պաշտոնյա է, տեղեկությունը լուրերի հարցմանն ի պատասխան հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հայաստանի դատարաններում ընդամենը 25 դատական գործ է քննվում, որոնց մեղադրանքն առաջադրվել է մասնավոր մեղադրանքով։ Մասնավոր մեղադրանքը հանրայինից տարբերվում է նրանով, որ դատարանում մեղադրանքը պաշտպանելու գործառույթ իրականացնելու է հանցագործությունից տուժած քաղաքացին։ Այս ինստիտուտը Հայաստանում գործում է նախորդ տարվա դեկտեմբերից։
2024 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև օրս մասնավոր մեղադրանքով վարույթի շրջանակում 25 քրեական հայց է ներկայացվել դատարան։ Ըստ դատական դեպարտամենտի հայտնած տվյալների 25-ից 3-ով կայացվել է վարույթը վերսկսելու մասին որոշում, 20-ով վարույթը սկսել է մերժելու, 2-ը վերադարձվել է թերությունները շտկելու եւ կրկին ներկայացնելու համար։ Իսկ ինչ է մասնավոր մեղադրանքը։ Այս ինստիտուտը ներմուծվեց 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգրքով, բայց փաստացի կիրառվեց 2 տարի անց դեկտեմբերին, երբ այս մեղադրանքով վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող դատավորները ստանձնեցին իրենց պաշտոնները։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է 25 հանցակազմեր, որոնց դեպքում քրեական հետապնդումը հնարավոր է միայն մասնավոր կարգով։ Մյուսներն իրականացվում են հանրային կարգով։ Առողջության դեմ ուղղված հանցագործությունները 7-ն են, կյանքը եւ առողջությունը վտանգող հանցագործությունները 3-ը, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված 2 հանցագործություններ, մարդու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված 2 հանցագործություններ, հափշտակությունների 5 տեսակներ, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների 6 տեսակներ։ Մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է միայն դատական փուլերից, այսինքն ենթադրյալ հանցանքից տուժած անձն է քրեական հայց ներկայացնում դատարան։ Այս հանցագործություններով միջդատական վարույթ իրականացվում է բացառապես այն դեպքերում, եթե հանցագործությունից տուժած անձի համար հայտնի չէ, թե ով է հանցանք կատարող անձը եւ քրեական միջդատական վարույթը իրականացվում է բացառապես նշված անձին հայտնաբերելու նպատակով։ Անձին հայտնաբերելուց հետո վարույթը կարճվում է եւ հանցանք կատարած անձի վերաբերյալ բոլոր նյութերը տրամադրվում են տուժողին, որն էլ մասնավոր կարգով հայց է ներկայացնում դատարան։ Ստացվում է, եթե հանրային մեղադրանքով հանրային մեղադրողն է դատանում պաշտպանում մեղադրանքը, ապա մասնավոր մեղադրանքով այս գործառույթն իրականացնելու է հանցագործությունից տուժած քաղաքացին։ Ընդ որում օրենսդիրը նախատեսել է, որ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով, ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը սահմանել է երկրորդ նոյեմբերի 11 առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Truth սոցիալական ցանցում նա գրել է, որ Միացյալ Նահանգները երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթական արդյունքի հասնելու համար ավելին է արել, քան որևէ այլ երկիր։ ԱՄՆ-ն հաղթել է 2 պատերազմներում, շեշտել է Թրամփը, հավելել, որ նորից կսկսեն տոնել հաղթանակները։ Տարածաշրջանային միջազգային անցուդարձի ուշագրավ այլ նորություններ տեսաշարում։ Պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը, թեմի Բրյուսը հայտարարել է Վաշինգտոնը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ կշարունակի անհրաժեշտ աջակցություն տրամադրել։ Սակայն ամերիկյան կողմն այլևս չի պատրաստվում յուրաքանչյուր կանչով մեկնել աշխարհի մի ծայրից մյուսը հանդիպումները միջնորդելու համար։ Ժամանակն է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը ներկայացնեն եւ մշակեն հակամարտության ավարտի վերաբերյալ իրենց գաղափարները։ Այժմ ամեն ինչ կախված է նրանցից, մանրամասնել է պետքարտուղարության խոսնակը։ Բրյուսը նաև չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի նկատմամբ կարող են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվել։ Նա հավելել է, նախկինում հայտարարված սահմանափակումները եւս ուժի մեջ են։ ԱՄՆ փոխնախագահն էլ կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։ J.D. Vance-ի խոսքով Սպիտակ տունն ուղիներ է փնտրում օգնելու Կիևին եւ Մոսկվային փոխզիջման հասնելու հարցում։ Սակայն վերջնական որոշումը պետք է լինի նրանց, Թրամփը չի կարող անել դա կողմերի փոխարեն, շեշտել է փոխնախագահը։ Սպիտակ տունը մանրամասները ներկայացրել Կիևի հետ կնքված հազվագյուտ հանածոների եւ Ուկրաինայի վերականգնման հիմնադրամի վերաբերյալ համաձայնագրից։ Ըստ ամերիկյան կողմի այս գործարքից կշահի թե Վաշինգտոնը, թե Կիևը։ Փաստաթղթի համաձայն ուկրաինական հանածոների գնման եւ գնորդների նշանակման հարցում Վաշինգտոնն առաջին ընտրության իրավունք կունենա։ Ուկրաինական ռեսուրսների արդյունահանումից ստացված միջոցների 50%-ը կփոխանցվի Ուկրաինայի վերականգնման հիմնադրամ։ Դրանք կուղղվեն հանրապետությունում նոր ծրագրերի իրականացմանը եւ կնպաստեն տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ Կիևի մյուս գերակայություններին։ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ Ուկրաինան լինի ազատ, խաղաղ եւ ինքնիշխան, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Նշվում է, որ Կիև-Վաշինգտոն գործակցությունը հստակ ուղերձ է Ռուսաստանին, որ Միացյալ Նահանգները լուրջ դեր է խաղում եւ հանձնառու է Ուկրաինայի երկարաժամկետ հաջողությանը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում Ուկրաինան հոբ համակարգեր կստանա Միացյալ Նահանգներից առանց պարտքային պարտավորության։ Համաձայնագրի ստորագրմանն անդրադարձել է Վոլոդիմիր Զելենսկին, շեշտել, այն Վատիկանում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման առաջին շոշափելի արդյունքն է։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցը կնշանակվի ՄԱԿ-ում Վաշինգտոնի մշտական ներկայացուցիչ։ Սպիտակ տան ղեկավարը բարձր է գնահատել իր վարչակազմում Վոլցի աշխատանքը։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Մարկո Ռուբիոն, որը միաժամանակ կկատարի նաև պետքարտուղարի պարտականությունները։ Ամերիկյան ԶԼՄ-ները 3 կեսօրից գրում էին, որ Մայք Վոլցը հրաժարական է տալու Signal Gate-ի հետ կապված, երբ տեղեկատվության արտահոսք էր եղել Եմենում ԱՄՆ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Պոլիտիկոն գրում է, որ Թրամփը վաղուց էր ցանկանում աշխատանքից ազատել Վոլցին վարչակազմում վստահություն է կորցնելու համար։ ԱՄՆ փոխնախագահը սակայն հերքել է մամուլի հրապարակումները պնդելով ՄԱԿ-ում Վոլցի նշանակումը պաշտոնի բարձրացում է։ Signal Gate-ի շրջանակում արծարծվում էր նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի անունը, սակայն J.D. Vance-ը տեղեկացրել է, որ նրան աշխատանքից ազատելու ծրագրեր դեռ չկան։ Իսրայելի վարչապետը եւ պաշտպանության նախարարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ տեղեկացնելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախին հարվածելու մասին։ Բենյամին Նեթանյահուն եւ Իսրայել Կացը նշել են, սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ սպառնալ դրուզների համայնքին, նշված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Կացը նախազգուշացրել էր, որ իսրայելական կողմը կոշտ միջոցներ կձեռնարկի, եթե Սիրիայի դրուզների վրա հարձակումները չդադարեցվեն։ Օրերս տեղեկություններ են տարածվել, որ Դամասկոսի մոտակայքում բախումներ են եղել զինված խմբավորումների եւ դրուզների ներկայացուցիչների միջև։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ հայտնել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու մասին։ Դիանա Գասպարյան, լուրեր։ Միգրացիա և քաղաքացիության ծառայության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններով փաստացի բնակության վայրում հաշվառվելու համար կարիք չի լինի այցելել ծառայության գրասենյակներ։ Այս հարթակում կթվայնացվի նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայականների ժամկետների երկարաձգումը։ Փաստացի բնակության վայրում հաշվառվելու համար անձինք ստիպված չեն լինի գնալ Միգրացիա և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակներ, գործընթացը թվայնացվում է։ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի ծառայությունը նպատակ ունի մարդկանց մի խմբի զերծ պահել ժամանակի վատնումից ու թղթաբանությունից։ Ինչ որ հիմա ենք անում, դա հնարավորություն է տալու անձին տանից առանց հերթերի, հերթագրումների պահանջի դիմել իր փաստացի բնակության հիմքով հաշվառումը ամրագրելու բնակության պետական ռեգիստրում, դիմումը լիազոր պետական մարմինը տվյալ պարագայում Միգրացիա և քաղաքացիության ծառայությունը ստանալու է եւ ելի միջգերատեսչական այդ համագործակցության ձևաչափով, այսինքն ոստիկանությանն է հարցում ուղարկվելու եւ մեր ոստիկանության գոլեգաները, ինչպես հիմա է դա արվում, ստուգում են իրականացնելու իսկապես անձը բնակվում է իր հայտարարած հասցեով թե ոչ, եւ եթե այո, կրկին հարթակում էլեկտրոնային տարբերակով այդ մասին նշում է տեղադրվում եւ ուրեմն փոփոխությունը կատարվում է առանց գետ 1 այցելության քաղաքացու կողմից դեպի Միգրացիա և քաղաքացիության ծառայության գրասենյակ։ Ընդ որում փաստացի բնակության վայրում հաշվառվելու գործընթացն այս պահին միակն է, որը պահանջում է մոտենալ հենց տարածքային գրասենյակ։ Նելի Դավթյանը մանրամասնում է, այս պահին թվայնացվում է միայն փաստացի բնակության վայրում հաշվառվելը, մշտական հաշվառումը դեռ կշարունակի գործել նույն սկզբունքով, այցով։ Փաստացի բնակության հասցեով ուրեմն հաշվառման այս տեսակը պոպուլյարություն է ձեռք բերել հատկապես 23 թվականի ուրեմն Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանության հետևանքով, քանի որ հասցեին փոխկապակցված հանրային ծառայությունների մատուցում հաճախ տարբեր պետական գերատեսչություններ առաջարկում են եւ մասնավորապես ակտուալ է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մատուցվող սոցիալական աջակցության ծրագրերի պարագայում եւ անձը, ով չունի մշտական բնակության հասցե եւ ժամանակավոր կացարանում ժամանակ տարվա ընթացքում մի քանի անգամ փոխում է բնակության հասցեն, ստիպված է լինում մի քանի անգամ թղթային տարբերակով այցելելու միջոցով այցելելն էլ նախապես ամրագրում ունենալու տարբերակով փաստորեն անցնել process-ի միջով, այդ իմաստով հիմա իմաստավոր է այս process-ը թվայնացնել, որով իսկապես որոշակի պահանջարկ կտեղափոխենք էլեկտրոնային տիրույթ։ Թվայնացմանը զուգահեռ ծառայությունը հասանելի է նաև գրասենյակ այցի դեպքում։ Նույն հարթակի միջոցով հնարավոր կլինի օգտվել մեկ այլ ծառայությունից։ Թվայնացվում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայականների ժամկետների երկարաձգումը։ Քանի որ մենք 2024 թվականի հոկտեմբերին ունեցանք կառավարության որոշում, որով ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը երկարաձգվեց եւս 1 տարով, մեր հայրենակիցները ստիպված սկսեցին այցելել տարածքային, ուրեմն Միգրացիա և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակներ դիմումներ ներկայացնելու եւ նոր քարտեր ստանալու համար նոր վավերականության ժամկետի պահանջով պայմանավորված։ Այս պահին արդեն մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի էլեկտրոնային տարբերակով կարողանանք ժամկետը երկարաձգել եւ մյուս անգամ, երբ որ ընթացիկ տարում նորից
նորից կառավարության որոշում կունենանք ժամկետը երկարաձգելու հետ կապված, այլևս որևէ անձ դրանով պայմանավորված ստիպված չի լինի մոտենալ տեղում թղթային դիմում ներկայացնել եւ ուրեմն նոր ֆիզիկապես նոր քարտ ստանալ։ Այս տարի փոխանակված քարտերի թիվը հասնում է 70,000-ի, շարունակում է Նելի Դավթյանը։ Այս քարտերը փախստականներին պետք է սահմանը հատելու համար։ Հարթակն արդեն պատրաստ է, նշում է ծառայության պետը։ Իրավական ակտերի ընդունման պարագայում անմիջապես կգործարկվի։ Հարթակից հեշտ օգտվելու համար էլ ուղեցույցեր կմշակեն։ Պարտադիր է լինելու սակայն խիստ նույնականացումը ID քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Մուտք է գործում համակարգ, այնուհետև ընտրում է ծառայություններ, ծառայությունների ցանկից ընտրում է դիմումի տեսակը, օրինակ ժամանակավոր պաշտպանության վկայականի դիմում, անցնում է խիստ նույնականացում կամ բջջային նույնականացման քարտով կամ նույնականացման քարտով, որից հետո բացված դիմում լրացնում է անհրաժեշտ դաշտերը, հեռախոսահամար էլեկտրոնային հասցե եւ ընտրում է ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալու ստորաբաժանումը եւ պահպանում ուղարկում է հաստատման։ Հանրային քննարկման ավարտից հետո ներքին գործերի նախարարությունը օրենսդրական փոփոխությունների երկու փաթեթները կներկայացնի կառավարության հաստատմանը։ Մուշեղ Իսախանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։ Առողջապահության նախարարությունը գործակցության է հրավիրում ոլորտի մասնագիտական ասոցիացիաներին իրենց վերաբերող կարգերը միասին մշակելու համար։ Գերատեսչության սահմանած պահանջները խիստ են, քանի որ գրանցված հարյուրավոր ասոցիացիաներ կան։ Առողջապահության նախարարությունը գործակցության եւ համաձայնագիր ստորագրելու է հրավիրում բժշկական մասնագիտական ասոցիացիաներին, որ միասին աշխատեն տարբեր ուղղություններով, նորմատիվ իրավական ակտեր մշակեն, կլինիկական ուղեցույցներ ու գործելակարգեր, սահմանելու համար թե օրինակ այս կամ այն հիվանդությունն ինչպես պետք է ախտորոշել ու բուժել, բժշկական օգնության ու սպասարկման տեսակներն ինչպիսին պետք է լինեն եւ այլն, հետագայում էլ նպաստեն դրանց ներդրմանը։ Նախարարությունը իր բոլոր աշխատանքներում փորձում է ներգրավել մասնագիտական հանրությանը։ Նախարարության աշխատակիցները չեն կարող ամենայն մանրամասնությամբ տեղյակ լինել ցանկացած բժշկական ոլորտում մանրամասներին, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքները, ինչպես պետք է հիվանդին բուժել եւ այլն եւ այլն։ Համաձայնագրին միացած ասոցիացիաները բժիշկների լիցենզավորման ժամանակ նաև թեստերը մշակելուն կմասնակցեն։ Փոխնախարարը նկատում է նախկինում էլ գործակցել են մասնագիտական ասոցիացիաների հետ։ Հիմա փորձում են ֆորմալացնել այդ հարաբերությունները։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ասոցիացիաներ են գրանցված։ Գերատեսչության սահմանած պահանջները խիստ են։ Համաձայնագրին կարող են միանալ, եթե օրինակ տվյալ մասնագիտացման բժիշկների առնվազն 40%-ն անդամակցում է կազմակերպությանը, եթե կազմակերպությունն անդամակցում է միջազգային ասոցիացիայի, եթե շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ է անցկացնում եւ այլն։ Լենան Անուշյանն ընդգծում է զարգացած երկրներում հենց ասոցիացիաներն են թելադրում իրենց ոլորտի կանոնները։ Հայաստանը նույնպես այդ ճանապարհն է ընտրել։ Այն պահից սկսած, երբ որ ասոցիացիաները արդեն այնքան կարողանան ուժեղանալ եւ այնքան անդամություն կունենան, որ իրենց կվստահեն իրենց ոլորտի բժիշկները, մասնագետները, որ իրենց մոտ կանդամագրվեն, որ իրենց հետ իրենց ասոցիացիայում կկարողանան կազմակերպել մեծածավալ կրթական միջոցառումներ, կարող ենք նաեւ մտածել այդ պահից սկսված որոշակի արդեն գործընթացներ ամբողջությամբ ասոցիացիաներին փոխանցելու։ Առաջինը, որ նախարարության հետ գործակցության համաձայնագիր է ստորագրել, ռադիոլոգների հայկական ասոցիացիան է։ Կազմակերպության ղեկավար Կոստան Գալումյանն ասում է, լինելով ամենաակտիվ ասոցիացիաներից մեկը, չէին կարող անմասն մնալ ու չարձագանքել։ Սա ավելի մեծ հնարավորություններ է տալիս ոչ միայն դու մասնակից լինես, որը որ նախորդի մասնակից ես եղել, այլ նաև ունենաս նաև որոշիչ ձայն, որ կարողանաս դու այն մարտահրավերները, ինչը որ որպես պրակտիկ մասնակետ, որպես հասարակական կազմակերպություն քո ոլորտում տեսնում ես, դու կարողանաս ավելի հնչելի դարձնես պատկան մարմինների մոտ, էսպարագամ առողջապահության նախարարության մոտ։ Եթե նախկինում գործելակարգերի մշակմանն ու այլ աշխատանքների մասնակցելով առանձնապես չեն ունեցել պարտավորություններ, պատասխանատվություն ու հաշվետվողականություն, համաձայնագիր ստորագրելուց հետո ունեն։ Մեզ ընդհանրապես չի վախեցնում դա, քանի որ ամբողջ աշխարհի դա պրակտիկան է, այսպես ասած մենք նոր հեծանիվ չենք օրինում եւ այդ մեթոդը ու այդ համագործակցությունը արդեն շատ երկրներում արևմտյան ունի մոտավորապես տասնյակ, ինչու՞ չէ նաեւ երկրներ կան 100 տարվա պատմություն։ Աննա Զախարյան, Հովանես Քյոսեյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։ Այսքանը կհանդիպենք հաջորդ եթերաժամին։